Սիրելի ունգընցիրներ եւ ագընցիրներ վանացայնի բարի արավոտ անգամ եւս սեր բոլորին ցեզի հետեն դագավին ցանի աղորտավար Հակոբը Վարդանա եւ Ուրին մեզի միացավ մեր սննդակի դուհին Նանիկ Հալուստյանը բարի եկածես ինչպես ես լավ եմ դուք Պարկ Աստծո մենք լավ ենք մենք պետք էր անցնող շաբաթ հյուրընկալ էինք ես բայց բարեգենտանի դոնին արիտով հետացկեցինք եւ այսօրվա մեր նյութը շատ կարեւոր է եւ աժմեական է որովհետեւ բահկի շրջանին դժբախտաբար գա այն մտածումը որ բահկի շրջանը ցևով արիտ է ճագերտված դայետ ընելու կամ այսպես օգտագործելու իբրև թե այդ ուդելիկները նիհարնալու Քիչ առաջ կսեինք, չէ, ասիգա միան ֆիզիկական չէ, ընդհանրակ ասիգա բահկը հոգեգան է, բահկը արիթմն է աղոթքով, Աստծո թիմելու, մեր կյանքը վերագազմավորելու եւ նաեւ անշուշտ այնինչ որ մեր կյանքի մեջ ունիք սխալներ, նեղություններ, դժվարություններ, Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնելու այդ բոլորը շրջանցելու գապճունի ռեժիմը նելու հետ կամ դայետ նելու հետ։ Գիտես Նանի վստահ եմ որ բահկի շրջանին հարցումներ շատ գհարցնեն քեզի համար այս շրջանը նախ բահկի շրջանի մասին անդրադառնանք եւ յետքը անցնենք որ ինչ կրնանք անել մենք բահկի շրջանին որ առողջ մնանք ասպարը պիտի կործածենք մենք առողջ մնանք ոչ թե նիհար մնանք Ուրեմն նախ ինչպես որ ըսիկ եւ քիչ առաջ արդեն խոսեիք ուրեմն դոլմային բախությունը լսեցիք այո պետք է օգտագործենք բահկը դայետ անելու քանի որ ադիգա չէ նվադագա երբ որ մենք բահ կնենք նվադագը որ մենք այսինքն մեր մարմինները ավելի մաքրվին եւ աստուծո ավելի մոդենանք բայց անցերը որ այսինքն պետք չէ նպատակ լա պետք չէ փամ լա որ մենք պիտի շահենք ատկե հագարագը ադիգա չէ բահկին իմաստը Ադորամար կարևոր է որ իրարու չի գաբենք հիմա շատ մարդ կա իրարու գաբեն դայետնելը եւ բահկը բայց ադիգա սխալ է հիմա ատկե զատ արդեն բահկի ջաշերը որ կան ամեն ցետով շինված են եւ ադոնք շատ կալորի ունին այսինքն ինքնաբերաբար է թե մեկը ուզեն էալ շատ դժվար է բահկի շրջանին նիհարնալը Անշուշտ բացի հետ է շիդակ ծևերով ոդե եւ շիդակ սննդականոնի հետևի։ Հիմա ինչու համար ավելի դժվար է նիհարնալը Քանի որ ինչպես գիտենք ինչ որ գենտաններ է գուկա, ինչ որ գատներ են գա ամեն ինչ որ զրկված ենք մենք եւ չենք կնար ուդել հետեւաբար ինչը գիչն է մեր մարմինի մեջ չենք մեր մարմինը չի մտնել որ պրոտեինը որ շատ կարեւոր է մեր մարմիններուն համար նախ գուշտ կբահե մեզի երկրորդը չի ցկեր որ մգանները իջնեն մետաբոլիզմը գարակցեն շատ կարեւոր է պրոտեինը այսինքն եթե մեկը շիդակ ծևով չի գնա դեղը ուդել այսինքն գենտանի եկած պրոտեինի սորսերը պետք է փոխարինե մեկը plant-based source-երը։ Եթե չի գնար ադիգա անել, նախ մգանները կգործնցնե, ինքը միշտ հոգնած պիտի ըսկա, եւ միշտ անոթի պիտի ելա, քանի որ պրոտեինն է, որ մեր մարմինը գուշտ կբահի։ Դայետի ադենադոր համար ընդհանրապես բարձր գլա պրոտեինը, որովհետեւ ավելի երկար ժամանակի վրա գուշտ մնանք։ Եվ ուրիշ բան մնալ, որ շատ հաջողություններ ունեն որ իրենք ալ միշտ կհարցնեն թե ցուկ կրնանք ուդել չեն կրնար ուդել բայց ցուգն ալ արկիլված է մեծ բախքի ադեմ պետք չէ այսինքն ցուգը մենք չենք ուդեր եւ ընդհանրապես ցուգով կփանան բակ այսինքն շաբաթ գիշեր ինքը ավանդության համաձայն խաշած ավգիտը հետդ կդանիս ջրակալույցի բադարակին Հոն բադարակին հազի որ բադարակը մադուցող կահանան ասե Քրիստոս հարյավի մերելոց հոն բակը գպացվի օրտնյալ արություն Քրիստոսի գսե ժողովուրդը բակը գպացվի գուտե բայց իրիգունը սեղանին վրա ցուկ պիտի ելա այո հասկաց Բայց այսինքն չեն կնար ցուկ ուդել քանի ցուկն ալ ինչպես մյուս բաները գենտանի արդեն հիմա Մարտիկը որ բահկը պրնեն օրինակ շոկոլայի շաքարի կամ բաներով որ գսիրեն հիմա ադիգա լավ բան է քանի որ ադիգա մեկը գզրգե որ ինքզինքը այսինքն սիրած բաները դայետի բարական ինչու սխալ է քանի որ գարդես թե վերջո նպատակ գա եւ այդ նպատակին համար գնենք որ բայց երբ որ մեկը ինքը իր սիրած բաներն ինքզինքը գզրգե որ այսինքն ծևով մնորեն նույն բանին գծարայ է ադալ գլա բայց Այսինքն բակ չսվիր ադիգա Չէ, մեկ ադգե գնեղանամ ես Այսինքն եթե դու քեզ պիտի զրգես 40 օր 50 օր ասպարակային պիտի զրգես շոկոլայե մարտիկ ծխախոդի ծխախոդը գգեցնեն խմիչքը գգեցնեն պեպսին ամեն տեսակ ինչ որ իրենք կսիրեն ադգե գզրգեն իրենք բայց մի գաբեք բահկի հետ Այսինքն բահկի բանը Քաղաքապարը ամբողջությամբ տարբեր է, նպատակը ամբողջությամբ տարբեր է, իսկ այսինքն հարցումս հիմա ադիբի դլա։ Եթե դու քեզ զրգեցիր 40-50 օր շոկոլա է,
Յետ շոկոլադերար ինչ փոխվեց, հա։ Հա, վստահ բան պիտի չփոխվի։ Հիմա ընդհանրապես 21 օրվա մեջ 21 օր գուզեմ մեր մարմինը որ ովևէ մեկ սովորությունը գիրարգե եւ սկսի ադիգա անելու 21 օր երբ որ օրինակ մեկ եթե մարզանք գուզենել եթե 21 օր դեպի մեր մարմինը այլևս գվարժվի ադիգա վարժուչան գտանա Ադոր համար հիմա ճիշտ է որ երբ որ 48 օր է արդեն 21 օր երբ որ մենք չենք ուտեր գոր շոկոլան գնանք կեցնել հետո բայց դե ամեն պիտի կա իդ պիտի սկսի եթե ад միան եթե ад օրերուն ընթացքին պիտի ճունենք հետո ինչ պիտի լա ճիշտ դայետին նմանից երբ որ բանեմը զրգված լանք հետո իդ պիտի կանք ավելիովա պիտի ուտենք եթե մեկը գրնա օգտագործել Այս շրջանը, որբեսի ад սովորությունը օրինակ մեջ են ելլե կամ նոր սովորություն մտնե իր յանքի մեջ եւ հետո շարունակ է կարելի է բայց անիմաստ է որ 48 օր պիտի գենա հետո իդ պիտի սկսի այսինքն նույնին պիտի կա իմաստ չունի եւ հետո ավելիով մեկը օրինակ ад օրը որ պիտի վերջանա շոկոլաները պիտի ուտե իդ մարմինը ад շաքարի բանը իդ պիտի ունենա այսինքն ալկոհոլի բարակային 48 օրը 49 օրը ալկոհոլը գեցնեն ջրակալույցի բادرակեն վերջ շիշով որ գապ չունի չեմ գիտեր ինչ է դա գաբը Քրիստոսի հարության դոնը եւ ալկոհոլը ինչ է գաբը չեմ հասկացած բայց ամեն բարակայի ճիշտ է ասածդ լավ նանի խոսին քիչմը հիմա մեզի ասպարակային ներգայացնես մեզի ինչ կրնան անել այն անձերը որոնք ուրեմն բահքի մեջ են եւ գուզեն առողջ մնալ որովհետեւ ինչպես ասինք բահքի շրջանին եթե ուշադիր չուդես այսինքն ուդելիկներուդ բարակային ուշադրություն չդարձնես գրնաս դգարանալ նայած մարմինը ինչ ունի այսինքն գրնա շաքարը նվազիլ գրնա շաքարը բարձրանալ ինչ պիտի անե որբեսի առողջ մնա բահքի շրջանին Ուրեմն ինչպես ասենք շատ կարևոր է որ պրոտեինի սորսերը փոխարինենք օրինակ նախաճաշի համար հիմա դժբախտաբար շատ օպշն չի գա արդեն բայց ինչ են ընդհանրապես օրինակ որ մեջը շատ ծետ կա օրինակ եւ գիտենք որ ասկարաճ ասած ենք մեկ բզիկ տկալը 45 կալորի է արդեն զահատարի մեջ կրնալ ինչքան գա so ադիգա խմոր է եւ արդեն բայց ինչպես կրնանք ավելի լավ ծևով փոխարինել, ավելի օգտակար օպշններ տնել։ Օրինակ, գաթը չենք կնան խմել, բայց փույսե եկած գաթերը կնան խմել, այսինքն սոյ լա կամ almond milk լա, ասոն կնան խմել։ Լուշի գաթ, կաշուի գաթ, փույսով պատրաստված գաթ։ Կնանք օրինակ արդու գաթը խմելու փոխարեն, որտեղ օգտակար են օրենալ, մեջը ինչա լա պրոտեին կա, գաթին դեղա ասանք plant-based փուսական գաթ մխմել։ Հետո ուդելիքի օպշններ արդեն շատ չեն, զահատարն է որ պիտի միշտ փորձենք զեյթունա մեջը քիչ ցնել այսինքն քանի որ շատ գկիրցն է peanut butter-ը գա peanut butter-ին այո մարմալադ at ջամերը անուշները ջամերը կան հիմա գրնանք կոնեն ջամերը փոխարինել դայետ ջամերով շաքարը քանի որ իրական շատ ավելի նվազ գլա ադգեզատ համոսը գա եթե մարդիկ գրնան արդու ուդել նաս համոս ուդել Ագոբ կտանգ ուդել ոչ չէ Ուր է հաշագոբ այո բայց կրնանք ուդել այո Գլա ուրեմն բայց ադորալ ցետին ուշադրություն մի դինենք ասուն գնացին շատ օպշններ չունենք արդու արդեն ուդելու դժվար է միշտ նախաճաշի համար մանավանդ գսենք որ մեր երգիրը բարեփոխտապար երգրիմը մեջ կաբրինք որ ուդելիկներուն Գոնե 50-60 առ 100-ը վիգան են, այսինքն բոլորը պանչարեղեն է պատրաստված ուդելիկները, բայց նախաճաշի բարակային այո, մենք դժվար է մեզ համար։ Դժվար է պրոտեինը փոխարինել նախաճաշին ընթացքին։ Գիտակ այլապես գսկուծները, բիսկվիները, այսինքն կամ թեյով պատրաստված կամ սուրճի բարակային ադի պիտի հարցնեի քեզի հավիդենական հարցումը բահքի շրջանին կաֆի մեյթն է։ Հիմա կաֆի մեյթի մեջ շատ բաներ կա, ինգրեդիենտներ կա, բայց ես գարաչարգեմ որ եթե մեկը գբրնե որ չի կորձած է, քանի որ ինչ ալա նախ գիտենք որ լիպանի մեջ ալ մինչ այդ պակեջներում վրա որ գրված կլան, արդեն ընդհանրապես շատ բադահաձ է որ սխալ գլա երկու product կրնանք առնել նույն product-ը հոստեղ լիպանան ուրիշ nutrition fact գրված կլա թուրսը նույն գրամով ամեն ինչը ուրիշ գրված կլա քանի որ հոստեղը դժբախտաբար օրենքներ չի կան որ գբարդատրեն որ շիդակ գրված լա ադորամար ես շատ չեմ վստահ չեք վստահեր այո շատ լավ անցնենք snack եւ գեսորվա ճաշ
Okay, ուրեմն գեսորվա ջաշին բարակային, հիմա գիտենք արդեն մեր առօրյա ջաշերը որ կան, սարման լա, դոլման լա, բակի կեֆտաները լա։ Երկար ցանկ տվին քիչ մարը։ Այո։ Այսինքն այն ինչ որ միսով գեպի եւ ճուրոտ ջաշ է, մենք կրնանք այդ բոլորը եպել առանց միսի։ Ճիշտ, օրինակ դուն առողջապահական բաները, ֆասոլիա, բիզելիա, բամիա, աս ջաշերը։ Բոլորը առանց միսի։ Առանց միսի Բամիային հայերենը հիշե դեսնեմ։ Ինչ է հայերենը բամիային։ Չի դա կրկրել։ Գուդադուկ։ Չի դա կրկրել։ Չէ, ես կսիրեմ ամեղ գնալ բամիան։ Ուրեմն անոնք առանց միսի գրնան կնել։ Հիմա ինչու կարևոր է որ ասանք ընտեղեն ուդենք այսինքն, քանի որ ընտեղեններում մեջ գա պրոտեին։ Օրինակ, ոսպին, հա, ոսպը օրինակ ջուրին է։ Ոսպով մի քանի տեսակ ջաշա գրնան կնել եւ մեջը շատ գա պրոտեին։ Օրինակ, գես կավատ ոսպին մեջը խաշած 9 գրամ պրոտեին գա։ Սիսերին մեջը, որ սիսերով ջաշա գրնան կնել, գես կավատի մեջ 7 գրամ գա, օրինակ։ Ֆասոլիային մեջը ջերմագը գարմիրը ամեն դեսակները, գես կավատի մեջ նորեն 7-8 գրամ գա։ Կինոային մեջը գես կավատի մեջ 4 գրամ գա պրոտեինը։ Ուրիշ նուշին մեջ օրինակ ասկասնակի բարակային որ գրնան կանել 30 գրամի մեջ 6 գրամ գա պինատներում մեջ 2 մեծ տկալին մեջ 7 գրամ գա։ Մեր մարմինները մոդավոր որքան պետք է պրոտեին։ Ընդհանրապես հիմա շատ դարբեր ռեյնջը շատ մեծ է, բայց մոդավորապես 1.2-ին 2 գրամ ամեն 1 կիլոգրամի վրա, այսինքն եթե մեկը ասենք թե գշիրքը 60 կիլո է ինքը 1.2-ին 2-ի միջև պետք է ուտե։ Անշուշտ, եթե մեկը օրինակ մարզանք կնե միշտ ավելի գել recommendation-ը որ 2 գրամ կիլոգրամով։ Գրեթե միջին Եթե 2-ը հաշվենք, եթե 2 հաշվենք օրինակ 60, եթե մեկը 60 կիլո է, եթե 2 գրամ որ ideal-ն է այսինքն, անգամ 2 բիդել է 120 գրամ, 120 գրամ պրոտեին լման օրը պետք է ուտե։ Այո։ Որ անշուշտ շատ դժվար է մանավանդ բակի շրջանին շատ դժվար է 120 գրամի հասնելը։ Պիտի առանց միսի առանց բանրեղենի 7-ով, 8-ով, 9-ով, մեկ կավատ որքան ոսպ գրնաս ուտել, որ ուտես, ասենք։ Եվ ուրիշ բան ագա որ նորենալ միշտ ամեմարդ կշվարի կգարձեն որ օրինակ 30 գրամ հավին մեջը գա 30 գրամ պրոտեին, բայց ադիգա սխալ է։ Գիտակ, այսինքն 30 գրամի մեջ օրինակ 7 գրամ պրոտեին գել է։ 4 կիլո հավ։ Այո։ Մտիկ ինեք վարտանի։ Հիմա եթե շիդակ ձևով հաշված լա թյուրին է գահասնի մեկը, բայց երբ որ գենտանի երբ որ չենք ուտեր որ գենտանի է եկած պրոտեին շատ դժվար է հասնելը եւ նույն ադենալ ինչու դժվար է, քանի որ օրինակ գենտանի է եկած սորսերը ընդհանրապես չէ որ առողջապահական գլան կալորիներն ալ այսինքն քիչ կլան օրինակ հավին մեջը բան հիմա նույն չափ հասնելու համար պրոտեին օրինակ ոսպը շատ quantity-ին ավելի պետք է ուտենք որ մենք հավեն եկած պրոտեինին չափ հասնենք ինչ է դարբերությունը որ կալորիները կփոխվին որ ես եթե 30 գրամ հավ ուտելով գրնամ որ 7 գրամ անել հոնդեղ շատ ավելի ոսպ կալորի պիտի ուտեմ որ գարենամ պրոտեին առնել բայց նաև ընթեղենները ամեն մարդ ընթեղեն չի գրնարուդել անհանգիստ մանավանդ հիմա շատ մարդիկ կան որ օրինակ IBS ունեն հիվանդություններ ունեն որ իրական չեն գնան ուտել նեղություն կուտա իրենց եւ շատ բնական է մանավանդ աս մեր շրջանին մեջ միջին արևելքի մեջ շատ բադահական է եւ շատ կբադահի որ այսինքն նույնիսկ երկար մարդիկ ասկի նշանակե որ երկար հանգրվանի վրա երբ որ մարդիկ վիգան գտարնան եւ եթե ճիշտ ծևով չուդեն իրենց ուտելիքները արյան դգարություն դարբեր հիվանդություններ B12-ը կդգարանա շատ այո եւ մարմնի թիմատրողականությունն ալ կդգարանա մանավանդ որ օմեգա 3 ալ չեն օմեգա 3 ինչ ծևով գարնես եթե ցուկ չուդես շատ դժվար է հիմա գնա սապլիմենտները առնել բայց նույն բարական է ցուգի յուղ այսինքն նորեն պետք չէ Շատ դժվար է բակի բարակային ոչ հիմա բակի բարակային ես կխոսիմ հանգրվան մնե յետքը գվերաթարնաս բայց անոնք որոնք վիգան դարձած են հիմա ադիգը մտածեմ որ օրինակ եմ որքան դժվար է որ եւ պիտի հաշիվներով օրական հաշիվ պիտենես վարտան որ ես ասեմ բայց մեկը չներ այդ հաշիվները ընդհանրապես այսինքն ես շատ բարականներ ունեմ որ գուկան որ վիգան են օրինակ մգանները շատ ծած կլան քանի որ շատ դժվար է երևակայեցեք օրական բիզնեսիկ հաշիվ պիտենեք որ հասային ասկան գրծա շատ դժվար է բայց Ադիգա անձնական որոշում է, եթե մեկը համոզված է ադոր,
պիտի փորձը գրծածին չափ։ Հիմա օրինակ whey-ը գա որ մարզանքեն հետո ընդհանրապես գխմեն որ նորեն ինչ է ադորպանը որ կալորիները քիչ են եւ պրոտեինը մեջը շատ կլա։ Բայց ադոր vegan optional գա հիմա, այսինքն գնա մեգա հիմա բախի ադենա գնանք ադալ օգտագործել vegan option-ը որ մեջը գատ չլար ինչ որ գենտանի է գուկա չլար ադիա գնանք օգտագործել օրինակ Այս պրոտեին շեյքերը որ հիմա շատ նորույթ է ամեն դեղ գտեսնես մանավանդ TikTok-ի վրա աճ ծախդ ու որ դարձնես անպայման պրոտեին շեյքի մասին գխոսի պրոտեին շեյքը իսկապես միսին դեղ այդ պրոտեինի բանը գուդա մեզի եւ որքան գրնաս խմել եւ որքան ժամանակի վրա հիմա մեկ սկուպը պրոտեին շեյքին մոդավորապես ամեկ բանը բրենդ կդարբերի, բայց մոդավոր 21-24 գրամ պրոտեին գուդա մեզի եւ կալորիները քիչ 125-130 կալորիով ես արդեն աճապ պրոտեին գանում որ ադիգա օրինակ ինձ համար իբրև դիետիշն շատ իմ հաշիվներուց մեջ շատ գտյուրին ցնեք օրձկանը որ քիչ կալորիով շատ պրոտեին գաննեք որ մեկը հիմա բայց նախ պետք է quality-ն շատ լավ լա քանի որ հիմա դժբախտաբար լիբանանի մեջ շատ գա որ իրական նախ սխալ է չի դար աճապ չի գա մեջ այսինքն սխալ բաներ կգնեն որ միան բանն են Քարոշչություն այո եւ ձախեն իրենց պրոդուկտները արտադրությունները ադորամար շատ կարեւոր է որ շիդակ սորսե առնենք երբ որ պիտի առնենք եւ շատ մը բարականներ գա հիմա չենք կնար մարտիկա 3-4 սկուպ կանեն բան անոնք են աճապնալ օգտակար չէ մարզանք նողներուն համար 1 սկուպը կամ արորիա հիմա 1 սկուպը գրնանք առնել բայց միշտ նորենալ բնական բանը չէ այսինքն միշտ ուշադրություն մի դնենք քանի որ բնական բանը չէ մեր արածը բայց գրնանք օգտագործել երկար ժամանակի վրա գրնաս գրնանք օգտագործել բայց եթե մեկը շատ օգտագործե վստահ որ վնասները պիտի ունենա հիմա հիվանդանոցներն միջատ կգործածվինաս բաները այդ բարականերուն որ ձերերը օրինակ որ մգանները կգործնցնեն բզդիկ ասանք շեյքեր գա նորեն ասանք way of շիմաձե ադոն կուդանի վանտանոցները որովհետեւ muscle wasting-ը որ գսենք որ մգանները գսկսին գործնելու ադոր ադիգա prevent-նելու համար մենք այսին վանտանոցները կուդանա ադոնցմե հասկացա իսկ քաղցրեղենի բարակային հիմա այս օրերուն ճիշտ է լիբանանյան քաղցրեղենները գա բախի ցետով պատրաստված եւ գարգանտակները եւ դեսագավոր մարդիկ կրնան դունը մենք հadoop քիրքեր ունենք հոս համասկայնեն գրնան կնել թե բախի շրջանի ինչպիսի քաղցրեղեններ գրնան պատրաստել հաջող քաղցրեղեն շաքարը կփոխարինվի նաեւ արմավով հիմա արմավի ժամանակաշրջանն է արմավ ուդելու արմավին այսպես բանը գա գիտես գախարտական գսեն գախարտական բանջարեղեն բդուղ է գսեն արմավը իր ուժով իր կարողություններով որքանով բդուղը եւ արմավը ինչ որ մենք գուտենք մեր արորիայի մեջ գրնանք փոխարինել այսինքն քանակ իբրև քանակ կխոսի որքան գրնաս ուդել բդուղ որքան գրնաս արմավ ուդել մեզի համար այո առողջաբան առողջաբան որքան գրնաս ուդել բայց հիմա բդուղներուն բարակային մենք portion-ով աշխատենք այսինքն մեկ portion բդուղը okay մոդավորապես 60 կալորի հիմա 60 կալորի ինչ է բոլոր բդուղները կխոսի թե էկզոտիկ ներառյալ հիմա portion-ները կանադոնց օրինակի համար խնձորը բզդիկ խնձորը 60 կալորի է բանանը գես բանանը 60 կալորի է արմավը երկու բզդիկ արմավը 60 կալորի է հիմա չեմ ասել որ պետք է 60 կալորի է լա բդուղը բայց մեկ portion-ը բդուղին ադիգա է շատ մարդիկա որ երկու portion գրնան առնել բդուղը այսինքն մեկ մեծ բանան գրնան առնել մեկ մեծ խնձոր գրնան առնել նարինջը մեծ գրնան առնել բայց portion-ով աշխատենք հիմա արմավին բարակային օրինակ եթե մեկ մեծ խնձորին դեղը արմավին չափը գուզենք գնալ մոդավորապես 6 բզդիկ արմավ է բզդիկ այսինքն նորմալ չափերը ոչ at մեծերը եթե մեծերն է մեկ at քանի որ մեծերը շատ մեծ կլան կալորին բավական շատ կլա արդեն արմավը իրավ կալորիով հարուստ բայց միևնույն ժամանակ օգտակար ինչ է օգտակար այսինքն 3 հատ բզդիկը մեկ խնձորի մոդավոր հավասար է օգտակարությունը հա ճիշտ օգտակարությունը ադե որ չէ որ բնական շաքարի մեջ է այդ շաքարը մենք satisfaction-ը գանենք շաքար ուդելուն հաջիկը գանենք բայց մեր արյան մեջ բանը չելեր չերսին ինսուլինը չէ այդ ելել իջնելը չենք ունենա քանի որ բնական source է
Շատ լավ։ Քաղցեղեններու հետ կապված հիմա ցետով պատրաստված մենք կգարձենք որ որովհետև երբեմն ցետով պատրաստված է կնշանակի ավելի առողջապահական է բայց ցետին դեսակները կան գոկտակորձվին եւ նաեւ ցետին քանակը կա օրինակի համար ասի գնամանի աղցան ուդելուն գերտան մարդիկ Caesar salad գուդեն Caesar salad-ի մեջ եղած կալորին գարձեմ եթե մեկ բնակ միսով ջաշ ուդես նվազ կալորի ունի կան Caesar salad ուդելը Ինչպես կրնանք ցետով պատրաստանավատ որ հիմա այս օրերում ցետով պիտի պատրաստենք մեր ուդելիքները օրինակի համար ինչ գտնամ ցետով դոլման ցետով սարման ամեն ինչ որ ինչպես կրնանք հավասարակշռել ցետի քանակը մեր ուդելիքներում մեջ Հիմա ադիգա այլևս ջաշը եփողը շատ ուշադրություն մի դիենե քանի որ ցետ կորզածելը ցետ կորզածելը մարտիկա որ գարնեն լման գտնեն ավելի համով գլա բայց Մեկ ցիտաբդուղի ցետ թե հիմա ցիտաբդուղի ալի դապկոցի ցետ տեսակավոր ցետ ունի ցիտաբդուղի ցետը խնդիրը որ գա օկտագար չէ ցիտաբդուղի ցետը կորզածել բարձր չերմաստիճաններով վրա Այսինքն դապկոց եւ մարդիկ ամեն ինչ հիմա զեյթունով գեփեն զեյթունով դապկելը օկտագար չէ հետո ջաշինի վրա ավելցնելը օկտագարը շատ քանի որ ամենը առողջապահական ցետն է որ գնան կորզածել բայց at բարձր աստիճաններում որ գասին ադիգա օկտագար չէ ադորոմար բարձ ցետերը որ հիմա այսին անմարդ կորզածել գորեվազաղիգի ցետ անոնք Հիմա շատ օգտակար չեն վստահ, բայց բարձր չերմաստիճաններով վրա վնաս չեն, այսինքն վնաս չեն դառնում։ Ջաշիապելու համար եկուրսեք։ Այո, ջաշիապելու համար։ Նախնդրապար։ Բայց եթե գրնանք օրինակ ցետը փոխարինել զեյթունով, եթե ջաշմն է որ օրինակ հետո պիտի ավելնա, շատ ավելի օգտակար է Բայց մեր ջաշերը ընդհանրապես սոխ սխտոր դապկելով կսկսի։ Ամեն ջաշ։ Ադիգը նշանակե որ այլևս արևածաղիկի կամ Իսկ եկ հիմա նորույթ ծևով ման ավոկա օյլը գա air fryer-ը air fryer բիդսեի բայց գիտեմ որ էլեկտրականությամբ 300 ժողովուրդը էլեկտրականությամբ Գարձես որ չենք կներ Հետո քիչումնան դժվար է հիմա աս շրջանին բակի շրջանին air fryer-ը ինչպես պիտի կորզածենք Այ դա դեն է որ պրոտեինը լավ օրինակ մեջը գտնենք թյուրինգը լավ բայց հիմա ջաշերում մարական դժվար է Իսկ երկու ցետի մասին շատ կխոսվի ավոկա օյլ avocado oil հիմա նորույթ է եւ ժամանակին քիչ ավելիով դեր մարտիկ աս ցետը կորձածին canola oil այո եւ հավատացած ենք որ մենք canola oil-ը առողջապահական ցետ է ինչ է դարբերությունը մնացյալ ցետերեն դարբերություն չունի նույն ցետն է հիմա քիչ ավելի օրինակ ավոկան ավելի բնական ցետ է բայց նորենալ նույնը BDSM որ լիպանան քանակը նախ գրեթե նույնն է ամեն մեկ ցետերուն կալորիները նայինքն է 45 կալորի են ավոկայի ադի բիդսեվը լիպանի մեջ վստահելի չէ այսին անդվոր ավոկայի ցետը որ գա եթե թուրսեն չէ perված վստահելի չէ լիպանի մեջ եթե թուրսեն perված է արդեն սուղ է որքան սուղ է աստված գիտե որքան սուղ է մենք հազիվ բարձ ցետը կրնանք արդեն Սին ջամփամը բացիր որ տուն վերջավորությունը վադ է Չես բարձրապես կխոսիմ Այն ինչ որ ժողովուրդը գիտե կհարցնի Մեզ ինչ պիտի ասես ուրիշ բահքի ու դելիքներով հետ կապված Ես միտքս ավոկան եկավ որ կգարձեմ որ բավական բարձր պրոտեին ունեցող նաև Ես օրակավորնակ ավոկա ուդող եմ Եվ այլն ջաշի դեղա գնաց կործած Չէ, շատ չէ Լման ավոկա ինչպես որ է ամեն ինչի հետ նույնիսկ բանիրին հետ ես ավոկա գուտեմ Շատ առողջապահական է, բայց ցետին բես է զեյթունին բես է, այսինքն նորմալ շատ է, ճիշտ։ Այսինքն մոդավորապես քարորդ ավոկան, միջակ ավոկային մեկ բզիկ տկա զեյթունի հավասար։ Քարորդը սա վարչան։ Բայց պրոտեինի բարակա, այսինքն պրոտեին սուրսը չէ։ Պրոտեին ոչ, բայց լավ յուղը։ Ինչպես։ Ոսպ դենգավեր։ Այո, հիմա ինչպես ոսպ կերվարտան։ Հիմա ինչպես կրնանք մենք բնական փույսերը եկած պրոտեինը հարմարցնել որ լա գենտանի է եկած մեջ հիմա ինչ է դարբերությունը իրենց որ ընդհանրապես 9 հատ ամինո ասիդ կա որ մեր մարմինը չար դատրեր եւ անոնք պետք է մենք ուդելիքներեն առնենք Okay երբ որ գենտանի է եկած սորսերը ընդհանրապես at 9 գունենան մեջ ադորամար complete protein գլան փույսը եկածները չեն լար հիմա ընդհանրապես ինչպես կնանք իրարու այսին հավասարցնել պետք է գիտնանք ինչպես combination-ը պիտի անենք փույսը եկած պրոտեինները միասին ինչպես պիտի տնենք որովհետեւ այդ 9 ամինո ասիդները որ մեր մարմինը չար դատրեր ունենանք հիմա ասիկան անշուշտ շատ դժվար բան է շատ ժամանակ կառնե բայց օրինակներ եթե գուզեք որ ինչպես կնանք complete անել ամենը թյուրին օրինակը մուզադարան է
պրինցով ոսպը Այո։ Ադի ինչ կլա արդեն լման կոմպլիտ ինչ որ մենք Պետք ունենք արինք։ Մուզադարան հավասար է հավին այսինքն պրոտինի Ատկան, իմաստով պրոտինի իմաստով։ այո քանի որ 9 ամինո ասիդները փանգլան Մեջը գլան այո Այսա ոսպոպի ասպարակային մենք ոսպոպի Ուրիշ ինչ օրինակներ կա ռայս եւ պրինցի եւ բինզերը մանավանդ ֆասոլիա ասոնք լուբիայի դեսակները Ինչ որ բոլորը հետը բասելան պրինց կրնան գուր բայց պրինցին քանակը միշտ Վսակ, այսինքն նայած ամեն մեկ ուսն ընտանալն ինչքան պետք է ուտել։ Ջելոյի աման գսեն ընտանալը։ Ջելոյի աման ընդհանրապես 3 portion, այսինքն 240 կալորի է մոդավորապես։ Portion-ը Հիմա մեկ portion-ը 1/3 կավատն է, որ ադիգա 80 կալորի է։ Պետք է ասեմ որ աս portion-ները անանք միջը որ մեկը եթե աշապը մեկը 1 portion պետք է ուտել։ Նայած գշիրքի, դարիքի, որ ինչպես ադորամ եմ այդ portion-ը գտնենք մենք, այո։ Օրինակ կինոայով ոսպա գրնան կնել, օրինակ որպեսի complete protein լա։ Հացով peanut butter, սև հացով peanut butter։ Լիպանանյան սև հացով։ Այո, ուրիշ ասոնք են այսինքն հիմա բանալ օրինակ հիմա աս շրջանին թերմոսն է շատ օգտակար է քանի որ մեջը պրոտեին կա եւ սնայքի դեղ կոնե կալորին շատ չէ նվազ կալորի այո սնայքի դեղ այո վստահ հիմա աղը նորեն որպեսի ճուր Բայց չհավաքում համոսը գնաս դες ինչ լավ է հիմա թերմոս նախաճաշ ջաշ ընտրիկ Գիտես Լիպանանյան այո 3 բարականերուրա կրնաս մինչև գես գիշերին ալուդել բայց ադ բարակային նորեն գսեմ զեյթուն ուշադրություն ունենք Չենք տներ հարց չկա Ինք համոս դսեց բայց համոսը որը հարցը չէ համոսին կոֆետենգա բելիլանգա դեսակները կան չէ անշուշտ թահինով պատրաստված բոլոր ուդելիկները հետը դապկված ասոնք բոլորը կալորիներով կավեսի մարդիկ կգարձեն որ ֆատեբալիլա ուդես եթե ոս պրինցկը ասպարակային սիսեր գերար բայց մեջը կորզածած յուղը էսի դապկված ասոնք բոլորը կալորի կբարձրացան Ես հարցում ունիմ Բաքի շրջանին մարմինից դիտոքս կլա թե չէ Հիմա եթե լավ հարցում էր ասի նայած ինչպես ինչ կունենք որ աշխական դիդանգույնը դիտված կսեմ որ վստահաբար ինչ որ գապված է եկեղեցականը եւ այլն վստահ դիտոքս կլա ցեվում մենք կմակրենք որ մարմինիս այո բայց բժշկական կետնի վրա as դիտոքսը անիմաստ է կան որ մեր մարմինը ինքնաբերաբար ինքն իրեն այսինքն ինչ որ գնե արդեն բայց քանի որ մենք գենտանի եկած բաները չենք ուտեր գոր ավելի գրնալ կհանգստանա մեր մարմինը digestive system-ը որտեվ վրան շատ փանչլար pressure չլար ավելի բնական բաներ գունենք գոր քանի որ բայց իրականության մեջ բժշկական կետնի վրա մարմինը պետք չունի ինչպես որ ասկի առաջ խոսել ենք աս դիտոքսի ջույսերը որ կան բան բարակ բաներ են մեր մարմինը արդեն ինքնաբերաբար գնե իր կորձը եւ ինչ որ տոքսինա ինչ որ թույնգա մարմինի մեջ ինքնաբերաբար դուրս կհանե մարմինը առանց այդ դիտոքսի ջույսերուն բայց լավ ցեվ է որ քիչ հանգիստանք այսինքն մարմինը միսեն քիչ այսպես գենտանական յուղերը եկած այո այսինքն խորքի մեջ ճիշտ է որ միտք մարմին հոգի միասին բախի ժամանակ պետք է միացած լան եւ ես կհավատամ որ երբ որ գենտանական ուդելիկներ են հերու կմնաս որոշ ժամանակի վրա մարմինը ծևով այսպես այդ գացութենեն երբ որ այսինքն այդ ուդելիկներն երբ որ գզրգես գսկսի նաև ուրիշ ծևով աշխատիլ չէ մարմինը եւ սկիզբ առաջի շաբաթը բավական դժվար գլա գդրելը որովհետեւ մենք մսագեր ժողովուրդ ենք մանավանդ իպանանցիները չէ այո այսինքն գլա այդ բանը գլա այսինքն մարմինը մեկ հատ գծնծվի չէ որ բոլորը չէ նույնիսկ եթե բայց մսագեր չլալենալ զատ ինքը խնդիրը ադե որ մեր առօրյայի մեջ շատ լեփնին բաները ասոնք շատ կկորզածեն նախաճաշ ինչ պիտենես ադոր համար դժվար է ավելի բանանել մեզի հարցը մեզի համար արդեն ադե այսինքն երբ որ գսկսի նախաճաշով Ամերիկայի մեջ կրնալալ իրենց այ ժողովուրդներու բարակային ունին այլանդրանք կոնֆլեքսի դեսակները թեև անոր մեջ սա պիտի ստուկես մեկ որ ինչ կա ինչ փաղադրություն կա այսինքն հետաքրքրական է որ մեր բարակային այո ասիգա արի թե որ թե մարմինը այսպես մակրվի եւ թե միտն ու հոգին բնականաբար իսկ մեկ հարցումալ հարցնեմ եւ փագենք դասի արդեն պետք է փագենք per այսօրվան հաղորդումը քանի քիչ առաջ ջույսերու մասին խոսեցան green juice-ը հիմա այս օրերում որ կդեսնես շոմին սալերին հայրենիք չեմ քրաֆտսն է սալերին բանը լայմը գանաչ կիդրոնը ginger կոճաբղբեղ հայրենիքի դեր ջինջերին կոճաբղբեղ ուրիշ ինչ կտնեն ինչ որ գանաչ է
ինչ կար ուրիշ շոմինը, սպանախը, ասոնք ամենը գխարնեն իրարու, մեքենայով այս միքսերի մեջ եւ ադի գխմեն։ Հիմա չեմ գիտեր շոմինը եւ գիդրոնը, ջինջերը, ասոնք բոլորը ինչ համ գուդան վերջը ունի օգտագործություն եւ անոթի փորով պետք է խմես եւ ասանք բաներ պետք է Ոչ, ասոնք իրական բոլորը բարապաներ են։ Բարապանեն իրենք օգտակար են մարմնին համար ընդհանրապես օգտակար են, բայց ոչ թե մարմինը դիտոքս անելու, մաքրելու կամ նարնալու, ասոնց չէ։ Բայց օգտակար են, շատ օգտակար են։ Այ մեկի հետ խմե վնաս չունի, այսինքն հագարակը անտիօքսիդանտ են մարմինին համար օգտակար բաներ են, բայց Ադիգա ոչ յուղերը հալելու բիդսկսի խմաճինի հարցնա ադիգա ես միշտ ամեն անգամ որ սրընթակ հետ մգուկա ասիկն այս բարակային նանին միշտ ուրախանամ ես ինչու որովհետև ավելի ասենք երբ պրոտեինի մասին գխոսին միսերում մասին գխոսին որ որքան կարևոր է մարմնում դունք ուզած մաշինդ արի դունք մարտիրոսը կուլասի ման որ սխալ բան չեմ ներես միս ուդելովս եւ այդպիսի դիտոքսի հետ կապված ասենք բաներ չեն Վարտան եղավ գփագենք մեր աղորտումս ենե որովհետև Վարտանը սկսավ իր մարտիրոսը լալու Ուրեմն նանի մեծ շնորհակալություն պիտի հայտնենք անոնք որոնք բահքի մեջ են ծեր բահքը ընդունելի ըլլա աստված բոլորին գամքը դեսնե ծեր պապակները իրականացնե բահքի շրջան ինչպես որ գսեինք արդու միս ուդել իրարու միս ուդել այսպեսի գադակ կնեինք չէ փոխանակ մեր փերանը կոծելու մեր լեզուներն ալ զսպենք սանցենք որովհետև բահքի մեջ ըլլա չի նշանակեր միան ուդելիկները զրգվել եւ պետք է պամպասել անիմաստ կտարն աստված չընդուն իրակ բահքը նանի մենք խոստացած էինք մեր ունգընտիրներում որ ամեն ամսվան վերջին ուրպատորը մեզի հետ պիտի լսած բարակային երկրորդ ուրպատը մեզի է մեր կողմնես բայց կխոստանանք առաջիկա ամիս աստված ուզե նորեն մեզի հետ կլաս եւ այլ նյութը կներկայացնենք եթե ունգընտիրներ կան սիրելներ որոնք կփապակին նյութի մասին անպայման լսել սկիզբեն մեզի դեղյակ պահեցեք մենք նանիին կփոխանցենք մեր սննդակի դուհին որբեսի ուրեմն պետք եղած ձևով ներկայացնենք Հագել է առաջ, ասեմ, որ մեր ունգընտիրներեն մեկը նորեն դոլմային բարակային լիցք հայերենով։ Լիցքը շինձու պար է սիրելիներ։ Ջաշին անունը դոլմա է։ Հայաստան նույնիսկ դոլմա գսեն։ Անունն էլ դոլմայի օր է։ Այնպես որ մենք այնպես չէ որ չենք գիտեր մենք հայերենը։ Փաթույթ է սարմային հայերենը, մի վախնակ հայերենը շատ լավ գիտենք, բայց ջաշին անունը դոլմա է։ Իսկ եթե դոլմա չսես ջաշին համոգունը, լիցք եթե ես ջաշին համոգունենա, չնենա։ Հոդը դոլմա ասես գիտիդ հոդը գուկա, չէ։ Այդ տապկված սխտորին, անանուխին եւ ցետո որ երեսը գտապի լկոցեք։ Ես որ երբեմն քֆտան գսենք այսինքն միջուկը եւ կոլոլագը, այո, գսենք հայերենը, բայց գիտենք մենք անունը այ Ամեն բարակային նանի նախ պիտի ասեմ շնորհակալություն երկրորդ դոնը շնորհավոր գիներու միջազգային օրն է վաղը պիտի հարցնեի որ քու մասնակցության մեջ ընդհանրապես գիներով այսինքն գիներն են մասնակցությունը ուսանողը այս գտեսած ընդհանրապես գիներն են բայց հիմա սկսած է դիրաբեդող այս մասնակցությունը հիմա սկսած է գան դեղամարտիկ որ nutrition Հետաքրքրականը երեք կմտածեի աս մասին որ երբեմն որը բժշկությունը գսեն ընդհանրապես դղամարտոց դե չի նշանակել որ բժշկուհիներ չունենք մասնակիցներ չունենք իր գարկին բայց կան մասնակիցություններ այս բարակային սննդակիրությունը ընդհանրապես գիները դիրաբետած են մասնակիցություն շատ լավ Դոնը շնորհավոր եւ սելներ գիներուն դոնը շնորհավոր ուսուցածնոնը շնորհավոր երկուշաբթի մենք ցեզ հետ կլանք առաջ աստված արդու ժամը 7:30 դուք արցախուտ պիտի ըլլակ եւ Վարդան մենք շնորհակալություն պիտի հատնենք ցանյաղորդավար Հակոբին այո եւ իմ գողմես նախ ձեր երկուքին դոնը շնորհավոր եւ բոլոր կանանց դոնը շնորհավոր եւ այս բարակային նաեւ իրագի ուսուցած դոնե երկուշաբթի նաեւ դրոսները պագենք իրեմ ուսուցիչներուն շնորհավոր երկու դոներն իսկապես ինչ քեղեցիկ է նաեւ երկու դոները յետևի երկու օրվա վրա կան որովհետեւ երկու դոներն այդքան մեր սրդին խոսող դոներ են նույնիսկ եթե ես տղամարդ եմ բայց գահարքեմ Մեգս զիրար կամ փոխչացնենք, չէ? Այո, գարժևորվին։ Շնորհավոր եւ բարի շաբաթավերջ եւ ցտեսություն։ Ցտեսություն։